Եթե մաքուր ընտրություն լինի, Փաշինյանը չի վերընտրվի։ Նման կարծիքի են մարդիկ Սյունիքում, ոմանք էլ պնդում են, ընտրություններից հետո փախչելու է։ Ես ղեկավարը պետք որ այսօրվա ղեկավարի պես չլինի ամենայն դեպս այդ 100%։ Մեզ նապաստակներ պետք չէ։ Ուժեղ, հզոր, խելքով։ 70 տարեկան եմ։ Ես հալայձևի դանգլա ղեկավար տեսաշ։ Մարդիկ հոգնել են տված խոստումները չկատարած ղեկավարներից, ասում են փոփոխություն է պետք, հայրենասեր եւ ուժեղ ղեկավար, մեկնով նման չի լինի գործողին։ Մարդիկ նույնիսկ անուն են նշում, հաջորդ ղեկավարը պետք է լինի Սամվել Կարապետյանը։ Ժողովրդի հոգսերով ապրող մարդ հզոր լինի, մեզ պետք է հայրենասեր առաջին հերթին։ Մեզ պետք է առաջին հերթին քաղաքականությունը ճիշտ վարի։ Թե ինչով է պայմանավորված նման վստահությունը, պատասխանը մեկն է։ Հավատում են Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագրին, տնտեսական 5 քայլերին, որոնք դրական փոփոխություն են բերելու։ Ես վստահ եմ իրան։ Նա իր կյանքով է ապացուցել, որ ինքը կարում է տնտեսություն ղեկավարի։ Ինքը լավ ղեկավար կլինի։ Քաղաքացիները հոգնել են չիրականացված խոստումներից, կեղծ սիրուց, չեն հավատում Փաշինյանի սրտիկներին, պնդում են։ Ղեկավարն այդքան անլուրջ չի լինի։ Ձևեր մի թափի, եթե դու իրականում էդի չես սիրում։ Ախ, եթե չեմ ասում, ինչ բան է ասում, որ անում է, չեմ ասում, ինչ։ Սրտիկներ անում։ Չես ամոչում դու էդի սրտիկ անել բան։ Ինչ սրտիկ։ Հեցի խլում, սահմանադրական փոփոխություններ։ Այս ամենը մարդկանց կարծիքով թուրքական շահի հետապնդումն է։ Որ տան թուրքերին էլ են խոստվել։ Այդ Նիկոլ Փոշյալ իր չքախմբով բռնապետություն է։ Կարող է Սամվել Կարապետյանը իր կողմ կներ ոչ մի դեպքում էլ բան։ Ժողովուրդն է մեղավոր, որ աղքատ է։ Փաշինյանի այս հայտարարությունից են վրդովված մարդիկ, նկատում են, աշխատատեղ չեն ստեղծում, փոխարենը 14.5 միլիարդի են հասցրել արտաքին պարտքը։ Սա ժողովուրդը պարապստացի են աշխատում, գործ չկա։ 70 տարեկան մարդը ինչ կարա անի։ Ես հազիվ քայլում եմ։ Այսօրը տենց է խոսում, վաղը մի ուրիշ բան։ Իրան բերանը մի ճիշտ խոսք չկա։ Աստված որ չանի հանկարծ այս ընտրության նորից ընտրվի։ Մեր պետական պարտքը հնարավոր հասնի մինչև 20 միլիարդի։ 4 հոգին իրար է, ընդամենը 7 միլիարդ այլ է։ 8 տարում 8 միլիարդ վրան բերել։ Եվ նորից ստեղծված դժվարագույն իրավիճակից մարդիկ մեկ լուծում են տեսնում։ Սամվել Կարապետյանը պետք է գա իշխանության, ուժեղ մարդ է եւ ունակ է կուտակված բոլոր խնդիրները լուծել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։